Ողներիս, քուրիկիս, պապայիս շատ այն ձոկնում պապաս, ընդհանրապես, ընտանիքիս եմ շնորհակալ։ Ես պապայս եմ իդեպ երաժշտական Ես դա եմ ուզում, ինչու հարցրեցի, տան անդամներից կա ինչ-որ մեկով երաժշտական կրթություն ունի կամ ցանկացել է, որ դու դառնաս դուդուկահար։ Ընդհանրապես երաժշտական կրթություն ունեցող քուրիկս է եղել, բայց իմ կարծիքով պապաս ավելի օժտված է երաժշտասերը ավելի։ Չէ, երաժշտասեր բոլորն են իհարկե, բայց պապայիս մոտ ավելի օժտվածություն։ Երբեմն զարմանում եմ կրթություն չունենալով այդքան օժտված լինել։ Իսկ ինչ է նվագում։ Եվ չի նվագում ընդհանրապես շատ լավ ռիթմի զգացողություն ունի, որը շատ քիչ է պատահում։ Շատ լավ, շատ լավ։ Հետաքրքիր է, այո, սիրելի հեռուստադիտողներ, բոլոր նրանց համար, ովքեր նոր են միացել մեզ եւ տեղյակ չեն, ով է մեր հյուրը։ Մեր հյուրը համաշխարհային, այսինքն աշխարհի չեմպիոն է իր դուդուկով, մեր հայկական ավանդական ծիրանափողով, մասնակցելով մեծագույն մրցույթներից մեկին կարողացել է դառնալ աշխարհի չեմպիոն, ապացուցելով, որ դուդուկը մեր հայկական երաժշտական գործիքը յուրօրինակ է եւ կարելի է ոչ թե հավասարազոր համարել, այլ նույնիսկ ավելի վեր շատ ու շատ դասական գործիքներից։ Եվ այդ իսկ կապակցությամբ այս պահին առաջարկենք մի գեղեցիկ երաժշտական դադար, որը իդեպ շատ ներողություն, որը իդեպ իմ առաջի ասպիրանտական քննությունից հետո է արված, քննությունը եղել է համերգ, այդտեղ ժյուրի է նստած եւ այդ համերգը նվագում եմ եւ այդտեղից վերցած մի փոքր պարային հաճելի տրամադրություն պարգևող Հաճելի տրամադրություն հայկական ժողովրդական նվագարան դուդուկով, իհարկե Արտավազ Թադևոսյանի կատարմամբ։ Վայելենք եւ վերադառնանք։ Արտավազ Թադևոսյանի գեղեցիկ կատարումներ մեր եթերում սիրելի հեռուստադիտողներ, որն էլ մեր տաղավարում յուր է աշխարհի չեմպիոն դուդուկահար Արտավազ Թադևոսյանը։ Արտավազ, լավ կատարումները զգում ենք, շատ բովանդակալի, շատ զգացմունքային, շատ շնորհքով, հա, շնորհալի տաղանդավոր երիտասարդ ես։ Իսկ ինչպեսին է ստեղծագործականը, կարողանում ես ստեղծագործել, երաժշտություն գրել։
Փորձել ես։ Ընդհանրապես երաժշտություն գրելը պետք է ավելի շատ կրթվածության աստիճանը պետք է մի քանի գլուխ այսպես ասած ավելի բարձր լինի։ Էլ ավելի։ Հա։ Եվ Նույնիսկ կոնսերվատորիայից ավելի, երևի կոնսերվատորիայից հետո կսկսես գրել։ Բայց ունեմ փոքր բաներ արած, ինչ որ բանը փոքր բաներ ունեմ արած, համերգիս ընթացքում մի գործ ունեմ, որ վարպետիս եմ նվիրել, ինքն էլ չի լսել դեռ, անակնկալ կլինի իրեն համար։ Երկու գործ ներառել եմ, փորձել եմ մի փոքր ինչ որ բան անել, բայց ստեղծագործություն չի կարելի համարել, որովհետև ես ինձ ստեղծագործող չեմ համարում, որովհետև շատ ավելի պրոֆեսիոնալ ստեղծագործողներ կան։ Այո, շատ լավ տարբերակ է, երբ որ բարբերաբար ներողություն իհարկե համեմատությունն եմ անցկացնում, ես մի քիչ երգել գիտեմ էլի։ Ասում են ինչու՞ չես երգում։ Ասում եթե ես ավելի լավ վարում եմ, քան երգում եմ, ինչու երգեմ։ Հիմա նույն տարբերակն է, թե ավելի լավ նվագում ես, քան ստեղծագործում, ինչու ստեղծագործես։ Խնդրեմ եմա։ Ինչ ես կարծում, սովորելով նման բարձր կարգի ուսումնական հաստատությունում, ինչպիսի դռներ քո առջև էլ ավելի շատ կբացվեն այն ավարտելուց հետո, իդեպ քանի տարի է ուսման տևողությունը։ Ճիշտ ասած, անգամ չեմ ուզում իմանալ քանի տարի պետք է սովորեմ, որովհետև ուզում եմ 1 տարում ավարտեմ։ Արդեն հիմիկ բանից նստած սովորում եմ այն դասերը, որոնք ես պետքա վերցնեմ։ Այսինքն կարելի է այդպես անել, որովհետև ունեմ այդ experience-ը, որովհետև քոլեջն էլ այդպես եղավ, 9 ամսում 0-ից սկսեցի, ավարտեցի, այդտեղ էլ եմ փորձում տենց անեմ, 1 տարում վերջացնեմ եւ վստահ կբացի, որովհետև այդտեղ ոչ միայն շատ պրոֆեսիոնալ մարդիկ են աշխատում, պրոֆեսիոնալ բառը շատ մեղմ է ասած։ Եվ իրենք շատ ճանաչված եւ ազդեցիկ անձնավորություններ են։ Այ ազդեցիկ մարդիկ, այո, ազդեցիկ մարդիկ են եւ բայց պրոֆեսիոնալ ազդեցիկ մարդիկ, որոնց մոտ աշխատասիրությունը եւ տաղանդ հասկացողությունն է անցնում, որոնցից մեկի հետ ես բավականին մտերիմ եմ, նա իմ ամյոնի վարիչն է, որը շատ լավ մարդ, ես զարմացած եմ իրեն հայ երաժշտության մասին գիտելիքներով, զարմացած։ Իսկ ազգությամբ հրյա է, հրյա եւ Բայց լավատեղյակ էր Սայաթնովայից, Դուդուկից, հայկական երաժշտության պատմությունից։ Ես ապշած էի, որ նման տեղեկություն զարմանալի էր։ Լավ, բայց անհնար է, դու ինչքան էլ մեզ հակառակը համոզես եւ ասես, որ չէ դա այդպես է, ես պարզապես ինքս ինձ համար, բայց չէ որ պետք է լինի այն բաղձալիկ կետը, ինչին դու ձգտում ես։ Դու ընդամենը 28 տարեկան ես, բայց ունես արդեն այդքան մեդալներ, այդքան կոչումներ եւ վերջ-վերջո աշխարհի չեմպիոն ես դուդուկով մեր հայկական։ Ինչին ես դու այդքան ձգտում։ Քո այդ ներսում գուցե կա ինչ-որ մի բաղձալի կետ, որը կփորձես կիսել մեր եւ մեր հեռուստադիտողների հետ։ Գիտեք, երկու խնդիր կա։ Առաջինը նաեւ որ իսկապես չեմ մրցում, իսկապես ոչ մեկին չեմ ուզում ապացուցեմ ինչ-որ բան։ Անկեղծ եմ ասում, ես չեմ ուզում այսպես անպագորուգոր, բայց ինքդ քեզ համար համեստ թվամ, այդքան էլ համեստ չեմ, ռեալիստ մարդ եմ ես։ Իսկ ընդհանուր ես ինքս իմ հետ եմ մրցում, փորձում եմ հաղթահարեմ այն ինչը ոնց փիլիսոփայության մեջ են ասում, մարդու մեջ ապրում է իրեն եւ թշնամին եւ ոչ թշնամին։ Հիմա ես փորձում եմ այն հասցնեմ թշնամի հասկացողությունը մի մոտիկ զրոյական կետին։ Իսկ երկրորդ խնդիրը, որը արդեն խնդիր է ինձ համար, որ մեր շատ դասական երաժիշտներ մեր դուդուկը ընկալում են որպես ոչ պրոֆեսիոնալ, այդքան ոչ պրոֆեսիոնալ գործիք, որ ինձ իսկապես զայրացնում է։ Ես շատ եմ հարգում իրանց վաստակը, բայց ես վստահ ասում եմ եթերից էլ դուդուկը չի զիջում ոչ մի դասական գործիքի, ժողովուրդ։ Պետք չի գործիքը հարին շփոթել գործիքի հետ։ Այսինքն, եթե կենցաղավարո ինչ որ առիթների ժամանակ հնչում է ջութակը, բայց նա նվագում է կոնցերտներ նաև, այդ ժամանակ հնչում է դուդուկը եւ նվագում է կոնցերտներ։ Ես առաջին մարդն եմ եղել, ով վարպետից ես եմ փոխադրել Պագանինիի ստեղծագործությունը, հիմա համերգից կհնչի, խնդրում եմ բոլորին եւ հորդորում եմ չմտածեն այդպես, որովհետեւ մենք լինելով փոքր ազգ, բայց շատ ազդեցիկ ազգ, ունենք հարուստ մշակույթ եւ ունենք գործիք, որը իսկապես դրսում ավելի թողներեն բոլորը, բայց արտասահմանում ավելի ուրիշ ձև են գալվում, ավելի ինձ համար ավելի գնահատելի են գալվում, քան մեր շատ պրոֆեսիոնալ դասական երաժիշտների կողմից։ Իլուր բոլորին ասում եմ, դուդուկը չի զիջում ոչ մի գործիքի,
ջութակի, թավջութակի եւ այլ Շատ լավ, արտավազդ այսպեսի մի բան եւ կներեք շատ ֆորմալ ստացվեց Չէ, ֆորմալ չստացվեց։ Ամեն քոսերը դեպի դուք, այո։ Եվ այսպես իմ վերջին հարցը, եզրափակելով մեր զրույցը այս հաղորդման շրջանակներում, ցավոք ժամանակը թռչում է։ Կարծում ես, որ այլևս չես ցանկանա ել ավելի նոր վերելքներ գրավես, երբ Արտավազդ Թադևոսյան անուն-ազգանունը ասելիս յուրաքանչյուր երկրում յուրաքանչյուր ոք կճանաչի։ Գիտեք, այո կամ ոչ։ Մի մրցույթի էի ուզում մասնակցել, հատկապես նրա համար, որովհետև այդտեղ ադրբեջանցի մասնակիցներ կան, ու համաշխարհային մրցույթ է, պատրաստում եմ դրան, պետքա մասնակցեմ դրան։ Ընտանիքս դեմ է, ճիշտն ասած, որովհետև գիտեք, իրանք շատ անմարդկային են վարվում, այսինքն շատ ոչ թե գիտական առումով են մրցում, այլ ծրագրերի մասին է խոսքը։ Հա, չէ, մրցութային, չէ, վախենում են իմ ընտանիքը, որ չգնամ այդտեղ Գերմանիայում կայանալու, ուզում եմ այդտեղ մասնակցեմ, անպայման պետք է մասնակցեմ, ինչ էլ լինի, պետք է մասնակցեմ։ Ուզում եմ այդտեղ հաղթեմ, այդ է իմ նպատակը, հաղթեմ այդտեղ ու ուզում եմ շատ լավ ավարտեմ New England կոնսերվատորիան, որովհետև լինել այդտեղ ուսանող, լինել հայ նվագարանով, դա իմ համար մեծ պատիվ է։ Եվ շատ շնորհակալ եմ։ Մեզ համար եւս շնորհակալություն։ Շատ շնորհակալ եմ, որ այստեղ եմ։ Շնորհակալություն։ Արտավազդ շատ հաճելի է, այո, թող հայ երիտասարդները մտածեն քո նման հայեցի, այո։ Թեկուզ եւ քո սեփական հաջողությունները քայլ առ քայլ առաջ գնալով դա պսակում ես քո համար, քո ընտանիքի եւ առավել եւս քո ազգի։ Բոլոր հայերի համար։ Այո, շնորհակալություն։ Քեզ կանաչ ճանապարհ հիշիր, որքանով կկարողանանք, մենք կանգնած ենք քո կողքին։ Շատ շնորհակալ։ Եվ յուրաքանչյուրի, ով ունի ասելիք, ով ունի համաշխարհային մի միջազգային բեմերում ներկայանալիք, իդեմս իր ազգությունը պահելով որպես հայ եւ երագույնը ծածանելով որպես չեմպիոն։ Շատ շնորհակալություն, շնորհակալ եմ հերոստակայանին եւ շնորհակալ եմ ձեզ, որ այստեղ եք։ Շնորհակալություն, քեզ ել ավելի մեծ բեմեր ենք մաղթում։ Շատ շնորհակալ եմ։ Սիրելի հեռուստադիտողներ, աշխարհի չեմպիոն Դուդուկահար Արտավազդ Թադևոսյանն էր մեր տաղավարում, այո, հայ երիտասարդը նվաճել է մեծ բեմեր եւ մեծ հաղթանակներ, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք եւ իրեն, եւ մեզ, եւ ձեզ։ Իսկ այս պահին մեր հաղորդումը կընդհատենք կարճատև գովազդային դաթարով եւս, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք զրույցը արդեն Էմայի հետ։ Մնացեք մեզ հետ։ Օ, դրա հաղորդման հյուրը ես եմ լինելու։